Ժամը 13-ն է, Open Media-ի ուղիղ եթերում Ռինյոս լրատվականը շարունակում է իր աշխատանքը, մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության, ես Անին եմ Զաքարյան, շատ բարի օր։ Ազգային ժողովի նիստում Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայտարարել է կիբերանվտանգության հարցերը լուծող հատուկ անկախ մարմին ստեղծելու անհրաժեշտության մասին։ Նոր մարմինը պետք է ստեղծի խորհրդարանը։ Այն կազմված կլինի 5 անդամից բաղկացած հանձնաժողովից, որը նույնպես կձևավորի ազգային ժողովը։ Նախարարը կարծում է, որ հանձնաժողովի աշխատանքին պետք է ներգրավվեն բարձրակարգ մասնագետներ եւ փորձագետներ շատ բարձր որակավորմամբ եւ կարողություններով։ Կիբերպաշտպանությունը ազգային անվտանգության սպառնալիքների տեսանկյունից լուրջ բաղադրիչ է, նշել է Հայրապետյանը։ Կիբերանվտանգության գծով համապատասխան կառույցներ նախատեսվում է ներդնել պետական կառավարման մարմիններում եւ մասնավոր հատվածում։ Նախատեսվում է նաեւ գործարկել կիբերանվտանգության ծառայությունների համակարգը։ Առաջին փուլում համակարգը նախատեսվում է ներդնել ներգրավվելով կրիտիկական ենթակառուցվածքներով ընկերությունների, ասել է նախարարը։ Այս օրենսդրական փաթեթի նպատակն է ստեղծել տեղեկատվական համակարգերի եւ կարևորագույն ենթակառուցվածքների պաշտպանության իրավական շրջանակ։ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեությունը հայտնվել է իրավական եւ քաղաքական փակուղում։ Հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը պնդում է, որ իր 210 էջանոց զեկույցը պետք է քննարկվի, թեև օրենքով սահմանված ժամկետները վաղուց սպառվել են եւ հանձնաժողովը փաստացի լուծարված է 2023 թվականից։ Հենց այդ հանգամանքով պայմանավորված էլ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հրաժարվում է զեկույցը քննարկման դնել լիագումար նիստում։ Սիմոնյանը հավելել է, որ թեև Քոչարյանը տեղյակ է այս իրավական խոչընդոտի մասին, այնուամենայնիվ փորձում է այլ մեկնաբանություն տալ իրավիճակին։ Այդ հանձնաժողովը ստեղծվել է մեր նախաձեռնությամբ, Հայաստանի Հանրապետության վարչապետը 10 ժամից ավել զեկուցել է, մեզ դա պետք է, որովհետև մենք ենք ինչ-որ բաների մեջ մեղադրվում, ինչ-որ իրավիճակների պարագայում, եւ դա մենք արել ենք նաեւ այդ մեղադրանքները ջրի երես հանել եմ եւ դա հրապարակվելու է, կրկնում եմ, մեխանիկական իմաստը դա կլինի լիագումար նիստի մեջ, թե կլինի օրինակ, կրկնում եմ, օրինակ լսումների ֆորմատում, թե օրինակ ընդդիմադիր падգամավորները որպես գաղտնի մաս իրապետող քաղաքացիներ կգնան առաջի բաժին կծանոթանան, սենց թե նե, դա հրապարակվելու է։ Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հանդիպում է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Հանդիպումից այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինփինին եւ պետական խորհրդի նախագահ Լի Ցյանին Չինաստանի կազմավորման 76-րդ տարեդարձի առիթով։ Վերջին տարիներին Հայաստան-Չինաստան փոխգործակցության ամենատարբեր ոլորտներում արձանագրված հաջողությունները երկուստեք հանձնառության եւ համատեղ շարունակական ջանքերի արդյունք են, որոնց շնորհիվ մեր երկրների միջև երկկողմ հարաբերությունները բարձրացվեցին որակապես նոր ռազմավարական գործընկերության մակարդակի։ Լիահույս եմ, որ համատեղ գործուն ջանքերով լրացուցիչ լիցք կհաղորդենք մեր երկրների միջև փոխադարձ վստահության եւ հարգանքի վրա խարսխված վերընթաց զարգացում ապրող հարաբերությունների հետագա խորացմանը, ռազմավարական գործընկերության շրջանակը հարստացնելով հավակնոտ նպատակներով եւ ուղղություններով, Սի Ցզինփինին հղած ուղերձում նշել է Փաշինյանը։ Վճռաբեկ դատարանը Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի եւ նրա պաշտպանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել է եւ դատավճիռը ստացել է օրինական ուժ։ Դատալեքսից տեղեկանում ենք, որ գեներալ լեյտենանտը պատիժը կկրի քրեակատարողական հիմնարկում։ Հիշեցնեմ, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Հարությունյանին դատապարտել է ազատազրկման 5.5 տարի ժամկետով, վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել դատավճիռը։ Դժոխք կողմը մտավախություն ունի, որ դատավարական ձգձգումները կարող են հանգեցնել վաղեմության ժամկետի լրանալուն։ Հիշեցնեմ նաև, որ 44-օրյա պատերազմում Ջալալ Հարությունյանի վիրավորվելուց հետո պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը ստանձնած գեներալ Միքայել Արզումանյանը արդեն բանտում է 3 տարուց ավելի, սակայն նրա վերաբերյալ դատավճիռ չկա։
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի անցկացրած ազգային անվտանգության խորհուրդն արձանագրել է, որ Ադրբեջանի եւ Նախիջևանի միջև անխոչնդոտ տեղաշարժը շահավետ է ամբողջ տարածաշրջանին։ Քննարկվել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Ընդգծվել է տրանսպորտային գծի կարևորությունը, որը կապահովի Ադրբեջանի եւ Նախիջևանի միջև անխոչնդոտ տեղաշարժը եւ օգուտ կբերի տարածաշրջանի բոլոր երկրներին, ինչպես նաեւ վերջնական խաղաղություն հաստատելու մեր ցանկությունը, ասված է Թուրքիայի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ Թուրքական պետությունների կազմակերպության տրանսպորտի նախարարների 8-րդ հանդիպման ժամանակ Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարար Աբդուլ Քադիր Ուրալօղլուն կրկին ընդգծել է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի կարևորությունը, ըստ նրա այն կենսական դեր է խաղում Կովկասում հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Մեջբերում է մեր տարածաշրջանի համար եւս մեկ լավ լուր է Զանգեզուրի միջոցով նոր հնարավորությունների բացումը։ Այդ միջանցքը կապահովի Թուրքիայի եւ Ադրբեջանի միջև ուղիղ ցամաքային կապը եւ կարևոր քայլ կլինի ամբողջ թյուրքական աշխարհի միավորման ուղղությամբ։ Դրանից կշահեն տարածաշրջանի բոլոր երկրները, հավելել է նա։ Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ լուծել է Ադրբեջանում երկարատև խնդիր, որն ըստ նրա չէր լուծվում 36 տարի, այն ձգձգվեց 36 տարի եւ ասում էին, թե այն անլուծելի է, բայց ես լուծեցի այդ խնդիրը։ Սպիտակ տանը Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հետ հանդիպմանը եւ այնտեղ ստորագրված փաստաթղթերին անդրադառնալով ընդգծել է Թրամփը, ընդ որում Թրամփը ոչ միայն չի հիշել ոչ Հայաստանի, ոչ էլ Նիկոլ Փաշինյանի անունները։ Ադրբեջանի առաջնորդը եւ մյուս տղան, ասել է Թրամփը։ Միացյալ Նահանգների պատերազմի նախարար Փիթ Հեքսեթը Վիրջինիայի Քուանտիկո ծովային հետևակի բազայում հավաքել է ամերիկացի գեներալների, ծովակալների եւ զինվորական պաշտոնյաների ու հայտարարել, որ ամերիկյան ռազմական հաստատության նպատակը հաղթանակին պատրաստվելն է։ Եթե մեր թշնամիները հիմարաբար կորոշեն մեզ մարտահրավեր նետել, նրանք կջախջախվեն պատերազմի նախարարության դաժանությամբ, ճշգրտությամբ եւ վայրագությամբ, ընդգծել է նա, հավելելով, որ պաշտպանության նախարարության դարաշրջանն ավարտվել է։ Պենտագոնի ղեկավարը հավելել է, որ Միացյալ Նահանգները պետք է շտապ ամրապնդի իր ռազմական կարողությունները եւ մեծացնի զորքերի քանակը, քանի որ երկիրը պետք է պատրաստ լինի պատերազմի խաղաղությունը պաշտպանելու համար։ Վերականգնված պատերազմի նախարարության միակ առաքելությունը պատերազմն է, ռազմական գործողությունների մղումը, պատերազմի եւ հաղթանակի պատրաստվելը, անդադրում եւ անզիջում, հայտարարել է Հեքսեթը։ Նա քննադատել է ավելորդ քաշ ունեցող սպաներին, հայտարարելով բացարձակապես անընդունելի է տեսնել թանձրամարմին գեներալների եւ ծովակալների Պենտագոնի դահլիճներով քայլելիս։ Պենտագոնը հաստատել է Իրաքում իր ռազմական առաքելությունը դադարեցնելու մտադրություն, ըստ ռազմական գերատեսչության հաղորդագրության իսլամական պետության մնացորդների դեմ պայքարը կշարունակվի իրաքյան ուժերով, իսկ Միացյալ Նահանգներն ու նրա կոալիցիոն դաշնակիցները կկենտրոնանան Սիրիայում ԻՊԻ մնացորդների դեմ պայքարի վրա եւ իրենց անձնակազմի մեծ մասը կտեղափոխեն Իրաքյան Քուրդիստան այդ առաքելությունն իրականացնելու համար։ 2025 թվականի սկզբին Միացյալ Նահանգները Իրաքում ուներ 2500 զինծառայող եւ ավելի քան 900-ը հարևան Սիրիայում 2014 թվականին ԻՊԻ դեմ պայքարելու համար ստեղծված կոալիցիայի կազմում։ Իրաքում ամերիկյան զորքերի ընդհանուր թիվը կիչեցվի 2000-ի, որոնց մեծ մասը կտեղակայվի Էրբիլում։ Ռուսաստանը անօդաչու սարքերի հարձակում է իրականացրել Դնեպր քաղաքի վրա։ Մեկ մարդ զոհվել է, 20-ը վիրավորվել։ Վնասվել է նաև բժշկական կենտրոն եւ բնակելի շենքեր։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կոչ է արել խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, ընդգծելով ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացումը։ Ավելի վաղ Ուկրաինայի Բելգորոդ Դնեստրովսկիում գտնվող Աքերման գինու եւ կոնյակի գործարանին հասցված հարվածից ոչնչացվել են մոտ 250,000 շիշ կոնյակ։ Գործարանը, որն արտադրում է տարեկան ավելի քան 50 միլիոն շիշ եւ ունի մոտ 400 աշխատակից, պլանավորում է վերականգնել արտադրությունը։ Ըստ ռուսական աղբյուրների Օրենբուրգի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են ինքնաթիռների թռիչքներն անվտանգության նկատառումներով։ Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերը հակաօդայինները խոցել են 20 ուկրաինական անօդաչու։ Սումուտ մարդասիրական օգնության տորմիղի տասնյակ նավեր շարունակում են ուղևորվել Գազայի հատված։ Ակցիայի ներգրաված են ակտիվիստներ, այդ թվում Գրետա Թունբերգը։ Նավախումբը փորձում է ճեղքել Իսրայելի ծովային շրջափակումը, սակայն Իսրայելը դեմ է այս նախաձեռնությանը եւ փորձում է առաջացնել միջազգային լարվածություն։ Միացյալ Նահանգներում բանակցություններից հետո Իսրայելի կառավարությունը միաձայն հաստատել է գեներալ-մայոր Դավիթ Զինին Շենբեթ ներքին հետախուզության ղեկավար նշանակելու որոշումը, որը կստանձնի պաշտոնը հոկտեմբերի 5-ին։
Պակիստանի Քվետտա քաղաքում ռազմական ուժերի շտաբի մոտ անձնասպան ահաբեկիչը պայթուցիկով բեռնված բեռնատարով հարձակում է գործել, սպանելով առնվազն 10 մարդու, այդ թվում զինվորականների, եւ վիրավորել 31-ին, որոնցից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Հարձակումից հետո զինված անձինք ներխուժել են շտաբ։ Զինված ընդհարման ընթացքում անվտանգության ուժերը չեզոքացրել են եւս 4 ահաբեկչի։ Բելուջիստան նահանգում, որը սահմանակից է Աֆղանստանին եւ Իրանին, վերջին ամիսներին ուժգնացել են իսլամական զինյալների եւ անջատողականների հարձակումները, սակայն ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը։ Ֆիլիպինների կենտրոնական Սեբու նահանգի Բոգո քաղաքի մոտ տեղի ունեցած 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը խլել է առնվազն 60 մարդու կյանք, վնասել շենքեր, այդ թվում 100-ամյա եկեղեցի, առաջացրել էլեկտրաէներգիայի անջատումներ։ Սան Ռեմիգիո քաղաքում հայտարարվել է արտակարգ դրություն, փրկարարական եւ օգնության աշխատանքները հեշտացնելու համար։ Բոգո քաղաքի հիվանդանոցը ծանրաբեռնված է։ Ավելի վաղ Բուալոյի փոթորիկը, որը վերածվել էր թայֆունի, հարվածել է կենտրոնական Ֆիլիպիններին եւ Լուսոն կղզու հարավային մասերին, ինչի հետևանքով կա 10 զոհ։ Տարհանվել են հազարավոր մարդիկ։ Ջրհեղեղները շարունակվում են Լագունա նահանգի ցածրադիր գոտիներում։ Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Pfizer-ը կիչեցնի մի շարք դեղամիջոցների գները Միացյալ Նահանգներում եւ կսկսի դրանց ուղղակի վաճառքը սպառողներին Trump Rx կայքի միջոցով, ինչպես նաեւ կներդնի $60 միլիարդ հետազոտությունների եւ տեղական արտադրության համար։ Թրամփը հուլիսի 17-ին դեղագործական ընկերություններից պահանջել էր համապատասխանեցնել գները արտասահմանյան մակարդակներին, սպառնալով մաքսատուրքերով եւ էժան դեղերի ներմուծմամբ, եթե ընկերությունները չկատարեն պայմանները։ Pfizer-ը դարձել է առաջին ընկերությունը, որն ընդունել է այս պայմանները։ Մինչ Միացյալ Նահանգները շարունակում է բանակցությունները դեղագործական ընկերությունների հետ, կիրառելով առևտրային ճնշում։ Ամերիկայի դաշնային կառավարությունը պաշտոնապես դադարեցրել է աշխատանքը տեղական ժամանակով կեսգիշերին։ Շատդաունը կհանգեցնի 100,000-ավոր աշխատատեղերի չվճարվող հարկադիր արձակուրդի։ Կառավարական բազմաթիվ ծրագրեր ու ծառայություններ կդադարեցվեն։ Դադարեցումից ժամեր առաջ հանրապետականների վերահսկողության տակ գտնվող Սենատը չի կարողացել ընդունել կառավարության ծախսերի մասին օրինագիծը։ Դավիթ Գենջոյան, Reopen Media։ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը հատուկ հայտարարությամբ հերթական անգամ հիշեցրել է Միացյալ Նահանգներում գտնվող Հայաստանի քաղաքացիներին չխախտել իրենց երկիր մուտքի ելքի վիզայի ժամկետները, այլապես նրանք կհայտնաբերվեն եւ կարտաքսվեն։ Որքան հայաստանցի են ամերիկյան միգրացիոն ծառայությունները հաշվառել եւ ինչ հետևողականությամբ են ամերիկյան իշխանություններն իրականացնում ամերիկյան երազանքի հետևից երկրի տարածքում հայտնված օտարերկրացիների արտաքսումը, իմ գործընկեր Մոնիկա Հայրոյանի անդրադարձում։ Այն ժամանակ, երբ Մեքսիկայի սահմանին բարձրանում էր երկաթբետոնե պատը, ԱՄՆ-ի տարածքում կառուցվում են նոր անտեսանելի արգելքներ տեխնոլոգիական ընկերությունների եւ վիզայի համար դիմողների առջև։ Վաշինգտոնի ուղերձը կտրուկ է, ամերիկյան երազանքի դարպասները նեղանում են։ Այս խստացված քաղաքականության հետևանքներն արդեն տեսանելի են նաեւ Հայաստանի քաղաքացիների համար։ Նրանցից 2808-ը ըստ ԱՄՆ-ի ներգաղթի եւ մաքսային հսկողության պաշտոնական տվյալների այսօր կանգնած է արտաքսման վտանգի առաջ։ Նույն վտանգի առաջ կանգնած ադրբեջանցիների թիվն ուղիղ 4 անգամ պակաս 709 մարդ։ Արտաքսման սպասող հայերի տագնապալի թիվը հենց այնպես չի առաջացել։ Դրան նախորդել են Հայաստանում ԱՄՆ դեսպանատան բազմաթիվ հանրային զգուշացումները վերջին 1 տարում, որոնք հորդորում էին չխախտել վիզայի ժամկետները։ Մենք շարունակաբար հետևում ենք, որ վիզա ունեցող անձինք թույլ չտան Միացյալ Նահանգների օրենքների ու ներգաղթային նորմերի խախտումներ, իսկ խախտման դեպքում նրանց սպասում է վիզայի չեղարկում եւ արտաքսում։ Սակայն սա միայն հայերին վերաբերող խնդիր չէ։ Արտաքսումների թիրախում են բոլոր ապօրինի ներգաղթյալները, առաջին հերթին Մեքսիկայի, Գվատեմալայի եւ Հոնդուրասի քաղաքացիները։ Ցուցակներում ընդգրկվածների մեծ մասի խախտումը ոչ թե քրեական հանցագործությունն է, այլ վարչական վիզայի ժամկետը գերազանցելը։ Միևնույն ժամանակ կտրուկ բարդացել են նաեւ օրինական ներգաղթի ուղիները։ Green card ստանալն ավելի է դժվարացել, կրճատ քվոտաների եւ ֆինանսական ինքնաբավության ավելի խիստ պահանջների պատճառով։ Օրինակ, եթե 2022-ին 1500 հայաստանցի է շահել Green card, 2024-ին 1400, ապա 2025-ին կանխատեսվում է 1200-ը։ Սակայն ամենացնցող փոփոխություններից մեկը տեղի է ունենում բարձր որակավորում ունեցող մասնագետների ոլորտում։ Թրամփի վարչակազմը հայտարարել է տեխնոլոգիական ոլորտին հարվածող նախաձեռնության մասին, պահանջելով ընկերություններից վճարել տարեկան $100,000 յուրաքանչյուր H-1B աշխատանքային վիզայի համար։ H-1B վիզաներն այն հիմնական գործիքներն են, որով ամերիկյան ընկերությունները հատկապես տեխնոլոգիական ոլորտում ներգրավում են տաղանդավոր մասնագետների Հնդկաստանից, Չինաստանից, Հայաստանից եւ այլ երկրներից։ Կարծում եմ, նրանք շատ գոհ են լինելու, բոլորը գոհ են լինելու եւ մենք կկարողանանք պահել մեր երկրում մարդկանց, որոնք շատ արտադրողական են լինելու։ Իսկ շատ դեպքերում ընկերությունները մեծ գումար են վճարելու դրա համար եւ նրանք շատ գոհ են դրանից։ Քննադատները պնդում են, որ H-1B համակարգը թույլ է տալիս ընկերություններին
ընկերություններին ցածր պահել աշխատավարձերը, շրջանցելով տեղի մասնագետներին։ Մյուս կողմից Տեսլայի գործադիր տնօրեն Իլոն Մասկը, որ ինքը ժամանակին ունեցել է H1B վիզա, պնդում է, որ այս ծրագիրը կենսական նշանակություն ունի աշխարհի լավագույն տաղանդներին ներգրավելու եւ ԱՄՆ-ի մրցունակությունը պահպանելու համար։ Անկախ նրանից, թե դուք զբոսաշրջիկ եք, որից կարող են պահանջել մինչև $15,000 գրավ, թե բարձրակարգ ինժեներ, որին աշխատանքի ընդունելը կարող է ընկերության համար արժենալ տարեկան $100,000, ուղերձը մեկն է։ ԱՄՆ-ն կառուցում է նոր ֆինանսական պատ։ Ամերիկյան երազանքի համար պայքարը վերածվել է բարդագույն քննության, որտեղ յուրաքանչյուր քայլը պահանջում է ոչ միայն օրինապահություն, այլև զգալի ֆինանսական միջոցներ։ Մոնիկա Հայրոյան, Reopen Media։ Այսօր առավոտյան Երևանի քաղաքապետարանի համապատասխան վարչությունը հատուկ տեխնիկայով սկսել է ապամոնտաժել հայտնի գնունու շինանյութերի շուկայի վաճառքի տաղավարները։ Շուկայի աշխատակիցները փորձել են դիմադրել, գործողությունների վայրում կենտրոնացվել են մեծ թվով իրավապահներ, այդ թվում կարմիր բերետավորներ։ Եվ վերջում եղանակի մասին այսօր Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է անձրև, օդի ջերմաստիճան առաջիկա 2 օրերին աստիճանաբար կնվազի 5-ից 8 աստիճանով, սակայն ուրբաթ օրվանից սկսած մինչև շաբաթվա վերջ այն նույնքանով կբարձրանա նորից։ Այսքանն էինք պատրաստել այս ժամի համար, հիշեցնեմ, որ մեզ կարող եք գտնել սոցիալական բոլոր հարթակներում, մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության։ Ես Անին եմ Զաքարյան, կհանդիպենք հաջորդ թողարկման ժամին 17:00-ին առայժմ։